Դες գնացի։ Ուր։ Երեք ասել եմ, ընկերներիս հետ հոկտեմբերյանի կողմերը որսի եմ գնում։ Գառնիկ դու որ օրվա որսանողն ես։ Ինչ վատ կլինի, անտառում մի հատ եղնիկ խփեմ, միսը բերեմ տուն, կսարքենք համով կուտենք։ Մեկ էլ չմոռանաս այդ անտառում կարագ ձավար ու 2 կիլո ալյուր խփես։ Դե լավ, ես գնացի, վախեցած կենդանիները ինձ են սպասում, ջունգլի զավութ։ Գառնիկ, զգուշ կնես, փորձանքը մի անգամ ա լինում։ Ես գիտեմ, մի անգամ արդեն ամուսնացել եմ։ Չնայած քո համար նամակ եմ գրել, եթե հանկարծ որսի տեղի մեծ բան պատեի, նոր այդ ժամանակ կկարդաս։ Հասկացար։ Հա, հասկացա։ Խոսք տուր։ Խոսք եմ տալիս։ Ազնիվ խոսք։ Ազնիվ խոսք։ Դե ես գնացի։ Երթվի։ Երթվում եմ, մամայի սարեմ։ Սիրելի Ռուզան, եթե դու կարդում ես այս նամակը, ուրեմն որսի ժամանակի մեծ դժբախտություն ա պատահել։ Ես քեզ ուզում եմ խոստովանել, որ երբեք իդեալական ամուսին չեմ եղել եւ ունեցել եմ հարյուրավոր սիրուհիներ։ Չեմ զարմանա, որ մի օր պարզվի, որ իմ սիրուհիներից ունեմ նաեւ բազմաթիվ երեխաներ։ Նաեւ ասեմ, որ մեր տունը գրավ եմ դրել ու այդ գումարը ծախսել եմ իմ սիրուհիների վրա։ Ների ինձ, ես զղջում եմ իմ արասների համար։ Սիրով, Գառնիկ։ Տենց էլ գիտեի, ամոթ։ Մամայի սարև, զանգիտ ես մերդ ոնց ա։ Բարև, մամ։ Ազատ, այդ ինչի ես հորդ շորերը հագել։ Քանի որ papan 3 օրով բացակայելու է, ուզում եմ գործի տեղը իրան փոխարինեմ։ Ունենց եմ արել, որ մաքսիմում նման լինեմ իրան։ Հելենա, այսպես նման, հա։ Շատ։ Դե մի հատ ուտելու բան սարքե Ռուզան։ Գործից ուշանում եմ։ Ուտելու բան չկա։ Papan այդ ժամանակ ինչ էր ասում։ Հա։ Ոնց չկա ուտելու բան, բաներ վերես։ Վայ, Ռուզան։ Մամ, արի քեզ Facebook-ում գրանցենք։ Չեմ ուզում։ Ինչի չես ուզում։ Կարաս հին ծանոթներիդ գտնես, տնաս ձեր դասարանցիներից ով ում հետ է ամուսնացել։ Վատն է նա, որ իրանք էլ կտեսնեն, թե ես ում հետ եմ ամուսնացել։ Դու ոչ մի բան պետք չանես, ես քո տեղը կգրանցվեմ։ Դու ավելի լավ է իմ տեղը տները հավաքես։ Մամ, լավ էլի խնդրում եմ գրանցվի։ Ես 999 հոգի ընկեր ունեմ, ու մնացել է մի հոգի, որ դառնան 1000։ Աչքիս ինչքան ախմախ կա, հավաքել ես Facebook-ի տնկերների մեջ։ Բարև իմ Facebook-յան ընկեր։ Բարև Ռոզաննա։ Բարև Ալիքդիա։ Մարի, ինչի է իմ գրած կոմենտը ջնջել քո նկարի տակից։ Որովհետև պետք չէր իմ ընկերուհիներից նկարի տակ գրեք, երեխեք ոնց որ 3 խոզուկները լինեք։ Ինչպես ես Ռոզաննա։ Իսկ ուր է իմ ամենամոտիկ ընկեր Գառնիկը։ Ամենամոտիկ ընկերների հետ 3 օրով գնացել է որսի։ Լավ։ Փաստորեն տան տղամարդը բացակայում է։ Ուրեմն Գառնիկի բացակայության ընթացքում ես կփոխարինեմ իմ ընկերոջը։ Շատ լավ։ Ես քեզ մի հատ խնդրանք ունեմ։ Վայ, սիրով, հրամայիր Ռոզաննա։ Կարող ես դու էլ 3 օրով գնալ։ Ես դնում ես հարուստի տեղ, բայց դու իսկական անառակ ես։ Սպասիր, կարծում ես Ինչի՞ չես հավատում, լուրջ եմ ասում։
Չէ, չեմ խափում, ասեցի լուրջ եմ ասում։ Որովհետև իրականում նա էս Լիկա, լուրջ եմ ասում։ Մամայի արև լուրջ եմ ասում։ Աղջիկ ջան, չես հասկանում, լուրջ է ասում։ Մի խանգարի թող նայեմ։ Քո հանցագործ ընկերոջ հետ քննիների մեջ ես ընկել։ Այո։ ինչ ես արել։ Վերցրել ես հեռախոսս եւ իմ անունից Ժուլիանոյին հաղորդագրություն ես ուղարկել։ Ինչ ես արել։ Մամ, նեղացել եմ քեզանից։ Ինչի Լևոն ջան։ Ինչի որ Facebook-ով դրուժից եմ ուղարկում, չես ընդունում։ Հա, բայց ես Facebook-ում չկամ։ Ո՞նց չկաս։ Դու ու Մարին էլ ընկերներ եք։ Մարի, ես քեզ չասեցի, որ չեմ ուզում այդ հիմար սայթում գրանցվել։ Վայ, ես ինչ լավ ֆոտո ես գցել, շատ սիրուն է։ Բատենում ես ինչ լավ է, մարդիկ ամեն ինչ կիմանան քո մասին։ Մարի, բա ինչի ես իսկական տարիքս գրել։ Բա ինչ գրեի։ Մի քանի տարի քիչ գրեի։ Դուրուղ եմ։ Բա ինչի ես գրել, որ ամուսնացած չեմ։ Ոյ, սխալվել եմ, հեսա էդ էլ կուղամ։ Չէ, այդ հələ մի ուղի։ Վայ, մամ, արդեն մի հատ նամակ ունես։ Ումից։ Մահեր Աբգարյանից։ Հա։ Մհեր Աբգարյանը։ Էդ ով է, մամ։ Հեչ։ Բա ինչ ես երջանիկ ժպտում։ Մամ, էս ով է։ Մեր դասարանից էր։ Ինձ էր հավանում։ Մամ, հələ կարդա տենակ ինչ ա գրել։ Կներեք, սա արդեն ձեզ չի վերաբերվում։ Շնորհակալություն Էմիլիա։ Կարող եմ ձեզ տեսնել աշխատանքից դուրս։ Էմիլիո, կանանց սրտերի ասպետոլիո։ Ես ձեզ կզանգահարեմ։ Ոնց ես անում, որ բոլոր աղջիկները սիրառում են քեզ։ Աղջիկների աջ ոտքի կրունկի մոտ հատուկ տեղ կա։ Երբ որ երկու մատով նուրբ սեղմում ես, նա քոնն է։ Դզեց։ Կները կարող եմ այս կոշիկը փորձել։ Մեր աշխատողը հիմա կմոտենա ձեզ։ Լավ։ Գնա։ Չմոռանաս կրունկի մասին։ Ցավում այդ ինչ եք անում։ Կնոպկին եմ անգալիս։ Ինչ կնոպկա։ Որ սիրառվես ինձ։ Անասուն։ Վայ Ազատ, քեզ մենակ բեղերն ա պակասում։ Ռոզան ջան, դրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Հա, բայց ես ամուսնացած եմ։ Այդ մարդը չի ասում բաժանվի իմ հետ ամուսնացի։ Ուղղակի առաջարկում եմ, որ սրճեք։ Գոհ եմ։ Գառնիկի հետ էլ ուղակի սրճեցի։ Հենա 20 տարի է ամուսնացած եմ։ Ինչ էլ հաճելի տղամարդ է երևում Մհերը։ Ոնց որ դու ես, հա, ուզում հետը սրճես։ Ոչ, հենա կարդա։ Առաջարկում եմ, որ դասարանցիներով հավաքվեք։ Հա, բայց ոնց որ մենակ ինձ ա գտել։ Ես արդեն տանն եմ, կարակ ինձ տանջեք։ Բարև Իրինա ջան, էս ալիք ուր ա, ամաներն ա լվանում։
Ազատ, Դու ավելի լավա ճաշ դիր ուտեմ, աղջի։ Ազատ, ծեծ կուտես։ Տենում է Սիրինա ջան։ Առավոտից իրիկուն տանջվեմ ու այդքանից հետո ոնց է հետս խոսում։ Վայ Ռուզան։ Գառնիկը այստեղ չի, բացը լրացնում է։ Լավ էլ ստացվում է բռի հոր կերպարը։ Մի հատ էլ նամակ եկավ։ Հարցնում է, հա, համաձայն ես։ Գրիչ է, Հարցնում է որտեղ։ բայց ինչի է տենց բան գրել։ Որովհետև պատասխանեցի, որ համաձայն ես։ Գժվել ես։ Ռուզան, մարդկանց հետ չես շփվում։ Առավոտից իրիկուն տանն ես, ընդհանրապես տանից դուրս չես գալիս, տնից բացի ուրիշ տեղ չգիտես։ Լավ, համոզեցիր։ Հարցնում է որտեղ գա։ Տուն։ Շատ հաճելի է, որ այսքան տարի հետո նորից հանդիպեցինք։ Քո կենացը Ռուզան ջան։ Բոլոր դասարանցիների կենացը Մեհեր ջան։ Ափսոս ամուսինը տանը չի։ Շատ կուզենա հետը ծանոթանալ։ Նա երևի ամենաերջանիկ տղամարդն է, որ ունի քո նման կին։ Հա, շատ երջանիկ է։ Հիշում ես, քեզ ծաղկեփունջ նվիրեցի մարտի 8-ին, տվեցի գլխիս։ Ոնց չեմ հիշում։ Այդ վերջին նվերն է, որ ստացել եմ մարտի 8-ին։ Կներես։ Ալո։ Հա, ես հիմա քաղաքում եմ։ Հա, մոտս է։ Կհանդիպենք կտամ։ Ես հիմա ուղղակի հյուր եմ եկել։ Շատ շտապ է պետք։ Մի րոպե։ Ռուզան ջան, որ խնդրեմ ձեր տան հասցենք ասես։ Բզնունյանց 17։ Բզնունյանց 17։ Դե լավ, կսպասեմ։ Կներես։ Հոբան չի եղել։ Չէ, մոռացա քեզ ասեմ։ Ես բժիշկ եմ։ Հիվանդներից մեկի համար շտապ դեղեր պետք փոխանցել։ Պարզա։ Ռուզան ջան, շատ ուրախ եմ, որ տարիների ընթացքում չես կորցրել քո գեղեցկությունը։ Չես պատկերացնում ոնց եմ փոշմանել, որ կորցրել եմ քեզ։ Այ որ հիմա մի փոքր շանս ունենայի։ Բայց դու այն չունես, քանի որ ես ամուսնացած եմ եւ ունեմ ընտանիք։ Լսում եմ։ Ինչ ես ասում։ Ոնց թե խնդիրներ են առաջացել։ Լավ, ես հենց հիմա գալիս եմ։ Կներես Ռուզան ջան, հիվանդներից ես մեկը վատացել է, շտապ պետք է գնամ։ Ձեր հասեու մարդ է գալու, որ խնդրեմ ես փաթեթը կտաս։ Ահա։ Ռուզան, անես կուզեի քո սիրտը տայր ինձ։ Էդի գառնիկի մոտ է, իրանից պետք է ուզես։ Մհեր։ Մհերը չի։ Բա ուր է մհերը։ Ինձ պետք է բան տար։ Ինքը շտապ տեղ գնաց, խնդրելա, որ փոխանցեմ։ Բա դու ով ես։ Իրա ծանոթը։ Լավ, տուր։ Դուք ձերբակալված եք։ Ինչի համար։ Թող ինչ ես անում։ Այ թող։ Յա։ Էլի դուք։ Տիկին Ազիզյան, դու գիտեք ձեզ ինչի համար են բերման ենթարկել։ Չէ, չգիտեմ։ Քիչ առաջ դուք մեր կերպարանափոխված ոստիկանին 1 կիլոգրամ թմրանյութ եք փոխանցել։ Լուրջ եք ասում։ Էս փաթեթի
պատկերումը չի, մհերը տվել էր, որ փոխանցեի։ Ձեր ասած մհերը թմրանյութի արքով աճարքով է զբաղվում։ Ու արդեն կես տարի է իր պոչին նստած ենք։ Դա հնարավոր չի։ Ինքը ինձ ասեց, որ հայտնի բժիշկ կա։ Հանցագործ աշխարհում իր ածականը բժիշկ կա։ Ես պատկերացում չունեի, որ այս փաթեթի մեջ թմրանյութ է։ Եվ ընդհանրապես ես ատում եմ թմրանյութ ասվածը։ Եթե չեք հավատում, ամուսնուցս կարող եք հարցնել։ Իսկ որտեղ է ձեր ամուսինը։ Հոկտեմբերանում։ Չէ, դուք ինձ սխալ հասկացաք, ինքը ընկերների հետ որսի է գնացել։ Տիկին Ազիզյան, դուք պետք է համագործակցեք մեզ հետ, որպեսզի մենք կարողանանք մհերին ձերբակալել։ Իսկ եթե չհամաձայնվեք, կձերբակալենք ձեզ։ Համաձայնեմ։ Լևոն դուր հեռախոսը։ Չես տալու։ Վայ դուր։ Իչեք դեներդ գլուխներդ գցել։ Հələ այդ հեռախոսը տուր Մարին։ Ազատ, ինչ ես պապայի շորերն ու բեղերը հագել։ Ռուզանուր էիր։ Ինչի ճաշը պատրաստած չի։ Վայ Ռուզան։ Վայ կամաց խոտուտ է գալիս։ Տիկին Ռուզան, դուք պետք է ամեն ինչ անեք, որ մհերը Խոստովանի ինչով է զբաղվում։ Իսկ մենք ամեն ինչ կձայնագրենք։ Անպայման։ Մենք այնտեղ ունենք տեղադրված թաքնված տեսախցիկ, որը ուղղված է բազմոցի կողմ։ Աշխատեք, որ ինքը նստի բազմոցին։ Հա, եղավ։ Նրանից ինֆորմացիա կորզելու համար կարող եք շարքել նրա զգացմունքները ձեր հանդեպ։ Հասկացա։ Կուտամ, որ ես էլ իրան եմ հավանում։ Կարելի է տենց էլ ասել։ Տանը մարդ չկա, չէ՞։ Չէ, երեխեքին ուղարկել եմ հարևանի տուն։ Դե լավ, մենք բարձրանանք վերև։ Հենց ինքը Խոստովանի, մենք իրան կձերբակալենք։ Բարև Ռուզաննա։ Շնորհակալություն մհեր։ Համեսի ներս։ Չէ, այդտեղ մի նստի։ Այստեղ նստի։ Բազմոցին շատ ավելի հարմար կլինի։ Ինչի անհալի տեսքում ես։ Քո համար եմ սենց հագնվել։ Մոռացա հարցնել։ Այն փաթեթը վերցրեցին։ Հա, լսի, փաթեթի մեջ ինչ էր։ Նենց ծանր էր։ Դե դեղեր էին։ Ինչ կարևոր է։ Քեզ հետ կապված ամեն ինչ ինձ համար կարևոր է։ Լուրջ ես ասում։ Հիշում ես, որ երեք ասեցի, իմ սիրտը Գառնիկի մոտ է։ Հա։ Վերցրել եմ հետ։ Ուզում ես տամ քեզ։ Ես հոգնել եմ տան տնտեսուհու կյանքից։ Արկածներ եմ ուզում։ Գրություններ։ Ռուզան, ես սիրտս կտրակի երջանկությունից։ Ես շատ եմ փոշմանել, որ այն ժամանակ դպրոցում ծաղիկներով հարվածեցի քո նուրբ գլխին։ Ոչինչ։ Ես ուզում եմ խոստովանել, որ սիրում եմ քեզ ու միշտ մտածել եմ քո մասին։ Փախցրու ինձ այստեղից։ Դե դեպքում եսա քեզ խոստովանելու բան ունեմ։ Ես իրականում բժիշկ չեմ։ Այլ զբաղվում եմ։ Բարև Ռուզան։ Ալիկ, հիմա չէ։ Ինձ կներեք։
Ով է այս տղամարդը, որ Գառնիկի բացակայության ժամանակ եկել է ձեր տուն։ Ալիկ, ինչ ես եկել։ Ուզում ես ընկերոջս ճակատին պոզեր աճեն։ Ալիկ, գնա։ Հետո կբացատրեմ, ինչ ես եկել։ Մարիի սենյակից հեռախոսի դիսկավորիչը պիտի վերցնեմ։ Հետո կվերցնես։ Մարին հիմա է ուզել, որ չտանեմ վրաս կջղայնանա։ Բայց այս թեմայով մենք դեռ կզրուցենք։ Ալիկ, Օլիկ։ Էլի տղամարդիկ։ Ռուզան սրանք ովքեր են։ Ես հենց հիմա բացատրություն եմ պահանջում։ Հես սովեր։ Չէ, այստեղ կատարվում։ Ոչինչ չեմ հասկանում։ Ձայնդ կտրի։ Ռուզանը մեզ օգնում է, որ թմրավաճարին բռնենք։ Ինչ։ Ես թույլ չեմ տա։ Իմ ընկերոջ բացակայության ժամանակ վտանգեք նրա կնոջ կյանքը։ Ես հիմա ինքս անձամբ այդ թմրավաճարի հարցերը կլուծեմ։ Կներես Ռուզան ջան։ Ոչինչ, ոչինչ։ Ինչի վրա կանգնեցինք։ Դու ասեցիր, որ բժիշկ չես եւ զբաղվում ես թմրանյութերի վաճառքով։ Բայց ես տես ման չեմ ասել։ Չէ, սպասի մեր։ Ես քո տված փաթեթը բացել եմ, դրա համար էլ գիտեմ, բայց դա կապ չունի։ Ես սիրում եմ քեզ։ Արի փախնենք այստեղից։ Ռուզան, դու ճիշտ ես հասկացել։ Ես թմրավաճառ եմ եւ ունեմ մեծ կարողություններ կուտակած։ Ես քեզ ուզում եմ տանել հավայան կղզիներ, նվիրել դղյակներ, շքեղ մեքենաներ, ադամանտներ։ Լուրջ ես ասում։ Սպասեք, մի տարեք։ Ով հազիվ մեկ ուզում էր ինձ մարդավարի պահել։ Վայ, այս ձերը չի։ Ես Գառնիկին ամեն ինչ կպատմեմ։ Թե ինչպես էր դու նրա բացակայության ժամանակ 3 տղամարդու հետ։